Բարի երեկո, լուրերի հետքերով հաղորդման ժամն է։ Մեր հեռուստադիտողի համար առանձնացրել ենք այն կարևոր և օրհասական լուրերը, որ չեն վրիպել մեր ուշադրությունից։ Երևանում խուլիգանության հերթական դեպքն է գրանցվել։ Այս անգամ թիվ 107 մանկապարտեզի բակում կրակոցներ են հնչել։ Հաղորդվում է, որ քրեական վարույթ է նախաձեռնվել խուլիգանության և ապօրինի զենք ձեռք բերելու հատկանիշներով։ Իրականացվել է դեպքի վայրի զննություն, կատարվում են առաջնային անհետաձգելի քննչական ու վարույթային գործողություններ։ Ներքին գործերի նախարարության ոստիկանությունից ոչ հերքում, ոչ էլ հաստատում են կրակոցների մասին լուրը։ Միայն հայտնում են, որ դեպքի հանգամանքները պարզվում են։ Թուրքիայի նախագահ Թայիպ Էրդողանն ու Իլհամ Ալիևը հնարավոր է ժամանեն Երևան։ Հաջորդ տարեսկզբին Երևանում տեղի է ունենալու Եվրոպական համայնքի գագաթնաժողովը։ Ունեցածս տեղեկություններով թե Ալիևն է գալու Երևան եւ թե Էրդողանը։ Գիտեմ, որ դիվանագիտական ջանքեր են գործադրվում նաեւ Թրամփին Երևան բերելու համար։ Նման հայտարարություն է արել Հանուն Հանրապետության կուսակցության նախագահ Արման Բաբաջանյանը։ Նշենք, Փաշինյանը երկկողմ հանդիպումներ է անցկացրել եւ Էրդողանի եւ Ալիևի հետ։ Ալիևի հետ վերջին հանդիպումը կայացել է հուլիսի 10-ին Աբու Դաբիում։ Պատվիրակությունները հանդիպել են նախ լայն կազմով, ապա Փաշինյանն ու Ալիևը բանակցությունները շարունակել են երկկողմ, հետո կրկին նրանց են միացել պատվիրակության անդամները։ Ավարտին որևէ հայտարարություն չի հնչել։ Իսկ Էրդողանի հետ Փաշինյանի վերջին հանդիպումը Չինաստանում էր սեպտեմբերի 1-ին։ Հաղորդվել է, թե նրանք կարևորել են տարածաշրջանում կայունության եւ խաղաղության հաստատմանը միտված քայլերը ու պայմանավորվել շարունակել երկխոսությունը։ Շիրակի թեմի առաջնորդ Միքայել arczepiskopos Աջապահյանը մեղավոր ճանաչվեց քրեական գործով։ Դատավորը նշել է, որ Միքայել Աջապահյանին պետք է մեղավոր ճանաչել իշխանությունը զավթելուն, տարածքային ամբողջականությունը խախտելուն, ինքնիշխանությունից հրաժարվելուն կամ սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչերի հոդվածներով։ Մայրաթորից չուշացավ արձագանքը։ Միքայել arczepiskopos Աջապահյանին ակնհայտ շինծու մեղադրանքներով մեղավոր ճանաչելու դատանի այսօրվա վերդիկտը լրջագույն հարված հասցրեց Հայաստանում արդարադատությանը եւ արդարադատության մարմինների հեղինակությանը։ Երկրում շարունակ սերմանվող ատելության եւ բռնաճնշումների պայմաններում կայացված ամոթալի այս դատական ակտը հերթական անգամ հաստատեց, որ Հայաստանում դատաիրավական համակարգը ամբողջությամբ կախվածության մեջ է քաղաքական իշխանության կամքից։ Ցավալի է արձանագրել, որ հայրենի մեր երկրում արդարադատությունը տրողական է եւ կամայական որոշումներով անթակույց ծառայցվում է քաղաքական քինախնդրությանը։ Մայրաթոր Սուրբ Էջմիածինը խստորեն դատապարտում է ապօրինի այս գործընթացը եւ օրենքով սահմանված բոլոր հնարավորությունները օգտագործելու է հասնելու Միքայել arczepiskopos-ի հանդեպ արդարության վերականգնմանը։ Աղոթում ենք, որ Տերը զորացնի, ամուր եւ անկոտրում պահի Միքայել եւ Բագրատ arczepiskopos-ներին, ազգային մեծանուն բարերար Տիար Սամվել Կարապետյանին եւ ազատությունից ապօրինաբար զրկված բոլոր անձանց։ Արդար է Տերը, արդարություն է սիրում, ճշմարտությանն է նայում երեսը նրան։ Նշենք, որ իշխանությունը Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ արշավ է սկսել հայ առաքելական Սուրբ եկեղեցու նկատմամբ։ Այս պահի դրությամբ կալանավորված են Բագրատ arczepiskopos Գալստանյանը, Շիրակի թեմի առաջնորդ Միքայել arczepiskopos Աջապահյանը։ Նրանց մեղադրում են իբրև թե ահաբեկչության նախապատրաստման եւ իշխանությունը զավթելու կոչ անելու հանցանքների մեջ։ Իրանական հետախուզությունը ձեռք է բերել Իսրայելի միջուկային եւ ռազմական կենտրոնների, ինչպես նաեւ գիտնականների եւ զինվորականների անունների մասին գաղտնի փաստաթղթեր։ Իրանի հետախուզության նախարարը հայտարարել է, որ միջուկային եւ ռազմական հաստատություններում աշխատող բազմաթիվ իսրայելցիներ համագործակցել են Թեհրանի հետ Նեթանյահուի նկատմամբ պատելությունից դրդված։ Փաստաթղթերը ներառում են Իսրայելի հետ կապված բազմազան եւ արժեքավոր տեղեկատվության միլիոնավոր էջեր։ Այդ փաստաթղթերը պարունակում են տվյալներ Իսրայելի նախորդ եւ ընթացիկ զինագործական նախագծերի, հին միջուկային զենքի արդիականացման եւ վերամշակման նախագծերի, ԱՄՆ-ի եւ եվրոպական որոշ երկրների հետ համատեղ նախագծերի մասին, ինչպես նաև ամբողջական տեղեկատվություն վարչական կառուցվածքի եւ միջուկային զենքի մշակման մեջ ներգրաված անձանց մասին։ Նշենք, սեպտեմբերի 15-ին ԱՄՆ էներգետիկայի նախարար Քրիս Ռայթը հայտարարել էր, որ Իրանը պարտավոր է ամբողջությամբ դադարեցնել սեփական միջուկային ծրագրի զարգացումը։ Գերատեսչության ղեկավարը ընդգծել է, որ հանրապետությունը պետք է լիակատար աջակցություն ցուցաբերի ՄԱԳԱՏԷ-ին հաշվի առնելով իր պարտավորությունները։ Թրամփը Սպիտակ տան նախագահական փառքի ծառուղում Բայդենի դիմանկարը փոխարինել է ԱՄՆ նախկին նախագահի ստորագրությամբ։ Բայդենը պաշտոնավարումը վայր դնելու պահին լինելով ԱՄՆ պատմության մեջ ամենատարեց նախագահը հաճախ էր քաղաքական հակառակորդներին առիթներ տալիս կասկածելու իր կոգնիտիվ ունակությունների վրա։ Պարբերաբար հրապարակային ելույթներում վերապահումներ եւ վրիպումներ էր թույլ տալիս։ Հանրապետականները դա օգտագործել են միջկուսակցական պայքարում կասկածի տակ դնելու Բայդենի պետությունը արդյունավետորեն ղեկավարելու կարողությունը։ Հիշեցնենք, Սպիտակ տանը նախագահական փառքի ծառուղի ստեղծելու ծրագրերի մասին Դոնալդ Թրամփը հայտնել էր դեռ սեպտեմբերի սկզբին The Daily Caller-ին տված հարցազրույցում։ Նա հայտարարել էր, որ Ջո Բայդենի դիմանկարը մյուս նախագահների թվում չի լինի։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը աշխատանքային այցով մեկնել է Ռուսաստանի Դաշնություն։ Սեպտեմբերի 25-ին վարչապետը Մոսկվայում կմասնակցի համաշխարհային ատոմային շաբաթ խորագրով համաժողովին։ Հիշեցնենք, Փաշինյանն ու Պուտինը վերջին անգամ հանդիպել են Չինաստանում, երկկողմ միջազգային հանդիպումների շրջանակում։ Հանդիպման սկզբում Ռուսաստանի նախագահը նշել է, որ ուրախ է բանակցել Հայաստանի վարչապետի հետ։ Վաղուց իրար չենք տեսել։ Բազմաթիվ հարցեր են կուտակվել եւ երկկողմ եւ տարածաշրջանային եւ միջազգային առումով, ասել է Պուտինը, հույս հայտնելով, որ հանդիպումը ինչպես միշտ օգտակար եւ բովանդակալից կլինի։ Փաշինյանն էլ իր հերթին նշել է, որ կողմերը միշտ հագեցած օրակարգ ունեն։ Ես շատ ուրախ եմ այն գործընկերության եւ երկխոսության համար, որը ձևավորվել է մեր միջև։ Նկատի ունեմ եւ մեր անձնական երկխոսությունը եւ իհարկե շատ ակտիվ երկխոսությունը մեր եղբայրական երկրների միջև։ Նշենք, Փաշինյան-Պուտին վերջին հեռախոսազրույցի ժամանակ կողմերը արձանագրել են ԵԱՏՄ-ում համատեղ աշխատանքի զգալի գործնական օգուտները, այդ թվում Հայաստանի տնտեսության համար։ Հեռախոսազրույցի ընթացքում քննարկվել են նաեւ երկկողմ հարաբերություններին եւ տարածաշրջանային զարգացումներին վերաբերող հարցեր։ Այսօր 2023 թվականի սեպտեմբերի 25-ին Ստեփանակերտ Ասկերան ճանապարհին Հայկ Ազովի պահոստային բենզալեցակայանի պայթյունի հետևանքով զոհված եւ անհետ կորած մեր հայրենակիցների երկրորդ տարելիցն է։ 219 զոհ, 300-ից ավելի վիրավոր, 22 անհետ կորած։ Պայթյունից զոհված եւ անհետ կորած անձանց հարազատները նշել են, որ առ այսօր կառավարությունը որևէ քայլ չի ձեռնարկել իրենց ընտանիքներին կարգավիճակ տալու, օգնելու եւ սատարելու համար։ Բենզինի պահեստի պայթյունի փաստով հարուցված քրեական վարույթում առաջընթաց չկա։ Աղետի պատճառների մասին պաշտոնապես առայժմ ոչինչ չի հաղորդվել։ Ականատեսները պատմել են, անփութություն է եղել։ Նշենք, սեպտեմբերի 19-ին Ադրբեջանը լայնամասշտաբ հարձակում սկսեց Արցախի հանրապետության նկատմամբ, որին հաջորդեց Արցախի բռնահանումը եւ պայթյունը Ստեփանակերտ Ասկերան ճանապարհին։ Այսօրվա համար այսքանը։ Մնացեք Փակ TV-ի հետ, լուրերի հետքերով։